Մեզ պետք է ղեկավար, Հայաստանին պետք է ղեկավար, ով կարիք չունի ֆինանսական ոչ մի բանի։ Պետք է ղեկավար, ով մենակ հայրենասիրությունից դրդված, իր հայրենիքի փառքից դրդված պետք է աշխատի։ Ով ունի բարեկամ դրսում։ Այդ մարդկանց որ հարցնում եք, իրանք կարոտում են իրանց հայրենիքը։ Հայրենասեր են, շատերը ասում են Սամվել Կարապետյանը Ռուսաստան է գնացել, այնտեղ է հարստացել, ուրիշ երկրներ է հարստացել, իսկ ձեր բարեկամության մեջ կա, որ Ռուսաստան չի գնացել։ Ու կա մարդ, որ գնալով իր հայրենասիրությունը այսքան իջել է։ Ավելի չի մեծանում Սփյուռքում ապրելով։ Ավելի չես տարոտում հայրենիքը։ Ղադրդ երկրի դրսում ես մենակ իմանում։ Դա է շատ կարևոր բան։ Հիմա մեր երկիրը առաջնորդության խնդիր ունի։ Կարապետյանը Աստծո տված ճանապարհով գալով եկել ենք այնտեղ, որ Կարապետյանը հանդես է եկել որպես Հայաստանի հաջորդ վարչապետի թեկնածու։ Ունի որևէ Հայաստանի համար որևէ ցանկություն բացի աղքատության ախտարումը, որտեղ հոգնել ենք թույլ լինելուց։ Հոգնել ենք հարևան ազգերի մեջ ամենաթույլը լինելուց։ Երբ որ առաջ մեզ տեսնում էին Հայաստանից դուրս, ճանապարհը փոխում էին։ Իսկ հիմա որ տեսնում են, նենց են նայում ոնց որ նենց մեծ հաղթանակ են արել։ 9 միլիոնանոց 10 միլիոնանոց Ադրբեջանը 150,000 Արցախ է կրել, ուրախանում է սաղորը։ Հələ թուրքել են բերել, պակիստանցի են բերել, որ զորով ինչ որ ձև հաղթեն։ Մեր երկրին պետքա միասնություն, պետքա ղեկավար ոչ հնից, ոչ նորից, որպեսզի ամբողջ ժողովուրդը նոր մարդու հետ կապի հույսը ու ատելություն փոխադարձ չլինի։ Երբ որ միանանք ու տնտեսական առաջնորդ լինի մեր երկրում, մեր երկիրը համ բարեկեցիկ կլինի, համ ուժեղ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր